Այս պահին ինձ раздражённый եմ, ինձ ասում եք էռնա պրեգոմեշից միար, տո որ ջանդամից առնեմ, որ չառնեմ նորմալ կայքերից, որ գնում ես, մատդ սխմում ես, մի երկու հատ կնոպկայի գործողություն ես առնում, քո ընտրածը առնում ես, գները տեսնում ես, որոշում ես, որն է քեզ ձեռ է տալի, որը ձեռ չի տալիս, քո տրամադրած գումարից որը դրա վրա կծախսես, ամեն ինչ պարզ է, հետնել 2 կնոպկա, 3 կնոպկա անում ես, վերջացավ, մյուս բաները պետք է ընգնես հետևներից, վայ, հիմա նենց եմ կատաղած այս պահին, 3 հատ բան եմ տեսել, ուզում եմ առնեմ, տո այդ ջանդամից միլիոն հատ ունեմ, ոչ էլ օգտագործում եմ, ոչ էլ ինձ պետք է, ոչ էլ ես այդքան տնից դուրս եմ գալիս, ես вообще դամասետկա եմ, ի всё равно, ասում եմ առնեմ, որ փողս գնա Հայաստան, առնեմ, որ վրեն հայկական նախշերը, հայկական ա գրած, որ հայկական ա, ստեղ ռեկլամեմ, գրում եմ իրանց, պատասխան, ցույց եմ տալիս, ինչ եմ ուզում, իրանցը նկարները ուղարկել եմ, ասում եմ սրանք ինչա, գները չկա, չէ գրած, պետք է ընգնես հետևներից հարցնես, կլիենտի հետ աշխատել չգիտեն, գրածից երևում է, որ մի հատ ստանդարտնի ավտոմատով բան ունեն, գրած է, բարև ձեզ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել իմ էջում, գները կարող եք գտնել highlights բաժնում, բոլոր, так далее, տո, ես չգիտեմ այդ highlights-ը ինչ է, ես Instagram չեմ մտնում, ես չեմ օգտվում Instagram-ից, չգիտեմ այդ ինչ է, կարելի է կլիենտին մի քիչ նորմալ վերաբերվեք, կարելի է գները գրեք, մենք հասկանանք ինչ ենք ուզում, ամեն անգամ հենց որ կատաղում եմ, ասում էլ չեմ առնելու, հետո էլի հանգստանում եմ, ասում դե ինչ անենք, մեր ժողովուրդն են, ըտենց են, էդ էլ էդ է, բայց տենց կարելի է աշխատել, օրինակ երբ որ ես առնում եմ արծաթը, 2 կայք կա, որ գնում եմ սուս ու փուս, կնոպկեքը սխմում եմ, առնում եմ, մինչև էդ էլ գները նայում եմ, հասկանում եմ, ինչ եմ ուզում, ինչը չեմ ուզում այս պահին, իսկ մյուս տեղերը պետք է գնաս, պլյուսիկ դնես, նստես սպասես, կպատասխանի թե չի պատասխանի, իմ մոտ եղել ան այս դեպք, որ պատասխանել են, արդեն ուշ ա եղել, ես այդ սաղ գումարը ինչ տրամադրել եմ, 2 օր չի պատասխանել, ես գնացի ուրիշ բան եմ առել այդ գումարով, գրել ա, ձեր ասածը էս արժի, տո տնաշեն, կլիենտի հետ տենց են աշխատում, գները գրեք, մարդ հասկանա, ինչ անի, հարցնելուց հետո էլ չի պատասխանում, ուղարկում ա ես իմ ինչ highlights, դե ասեք ժողովուրդ, որ ջանդամում գտնեմ այդ highlights-ը, այդ ինչ բան ա вообще, որտեղ ա այդ լինում այդ highlights-ը Instagram-ում, հիմա գնամ, փորփրեմ, փորձեմ գտնեմ, այսենց իզուր տեղը ինչի եք տանում բերում մեզ, ես չեմ հասկանում, կայք սարքեք, մենք գնանք առնենք այդտեղից, կամ գոնե չեք կարողանում կայքով աշխատեք, նորմալ պատասխաններ տվեք, ոչ թե ձեր անկապ պատասխաններով մեզ ռադանեք եսիմուր, իսկ երբ որ գրում ես, ինչ որ հարցնում ես, ասենք ես մի 10 բան եմ հավանել, մի 5 հատ 6 հատ մտածել եմ առնեմ, հարցնում եմ գները, ինքը չի պատկերացնում, չէ, ես ինչ ունեմ իմ մտքին, մտածում է, այս արդեն ես իմ 5-րդ, 6-րդի գինն է հարցնում, արդեն զգում եմ, որ մունաթով է պատասխանում, արդեն զգում եմ, որ հոգնած է պատասխանում, մտածում է, իզուր տեղը հարցեր ա տալիս, չի պատասխանում, դե գները գրեք, մենք չընկնենք ձեր հետևից, ես մի հատ արծաթագործ ունեմ, որ շատ եմ հավանում իրա գործերը, ու ինքը այնքան լավ ա խոսում, որ չես զգում, որ մարդ, հասկանում եմ, որ լիքը հարցեր եմ տալիս, բայց մարդը նենց ա պատասխանում, որ քեզ վատ չես զգում, վաճառողները չեն հասկանում, որ իրանց տոնից մենք զգում ենք, իմ նման այն պատները միանգամից զգում են ինչ տոնով եմ պատասխանում, պրիչոմ ես իմ աղջկա պրոֆիլով եմ միշտ գրում, ես իմով չեմ գրում,